Եվ երկրորդ հարցն էլ հնչեցնեմ, երեկ Երևանում 147-րդ դպրոցում բացվեց Արցախի հերոս Ռոբերտ Աբաջյանի արձանը, Alpha News-ի խմբագիրը Տիգրան Քոչարյանը Facebook-ում մի գրառում էր արել, ընդգծելով, արձանագրելով, որ սոցցանցերում այդ իրադարձությունը լայն տարածում է ստացել, բավականին շատ դիտումներ, հավանումներ, արդյոք սա ցույց է եւ արդյոք սա նշանակում է, որ ժողովրդի մի ստվար հատված չի ընդունում, համաձայն չէ Փաշինյանի զիջողական քաղաքականության հետ եւ կարծում է, որ ամեն ինչ կորած չէ եւ հույս է փայփայում, որ ինչ որ մի օր մենք մեր մեջքները կուղենք։ Ես վստահ եմ, որ այդպես է, ոչ վստահ եմ, ու գիտեք, կարող է լինել պրագմատիկ քաղաքականություն, որը ենթադրում է որոշակի զիջումներ։ Ես նաեւ դա չեմ տեսնում։ Այդ պրագմատիզմը չեմ տեսնում։ Ես տեսնում եմ մի քաղաքականություն, որի մոտիվացիան ինձ համար անհասկանալի է։ Եվ միշտ իմ միտքս գալիս է այն ձևակերպումը, որը նաև ձեր այդ հանդիպման ժամանակ տվել է, որ եթե Հայաստանի ղեկավարը լինել Թուրքիայի գործակալ, կաներ ճիշտ այն քայլերը, որ անում է այսօր Նիկոլ Փաշինյանը։ Ես այդ մոտիվացիան չեմ հասկանում, որովհետև շատ պարզ հարցերում անում են բաներ, որոնք շատ ծանր հետևանքներ են ունենում։ Իմիջիալույս այն ժամանակ նաև զգուշացնում ենք, որ պետք չի Թուրքիային հրահրել այդ աստիճանի։ Շնորհակալ եմ։ Արտաքին բլոկը կարծես սպառվեց, կա արտաքին բլոկով։ Սպառվեց, անցնենք։